Հաղորդման գլխավոր հովանավորն է asecose.am կայքը։ Հաղորդման գործընկեր, նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր, Ժան-Պոլ էկզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, երկրորդ հարկ, վայր, որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։ Հաղորդման գործընկեր, անտիկյան ցուցասրահ, հասցե Պուշկինի 33 կոտորակ 21։ Հիմա կարծես ես մենակ լինեմ ինքս ինձ հետ, պետք է ինքս պայքարեմ։ Մի տեսակ տխրություն կա, սակայն ես տխուր չեմ, նրա խոստովանությունն է։ Իսկ այսօր նա կբացահայտի, թե ով է հաղթող ճանաչվել այդ պայքարում։ Հայլում եմ ես նայում շուրջս, այնտեղ են աչքիս գալիս, այնտեղ են ու այն պարտեզը, որ հեռացանք մենք իրարից։ Մենք հեռացանք համբուրվելով սովորական զույգերի պես։ Ինչ իմանայի, որ այդ օրը մնալու է հուշերիս մեջ։ Դու ինձ համար դարձար օտար աղջիկ մի գերանի, և հիմա էլ քեզ հիշելով ես մենակ ման եմ գալիս։ Բարև ձեզ Ռաֆայել։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանը մասնակցելու հրավերը։ Ես շնորհակալ եմ, որ վերջապես ինձ էլ բախտ վիճակվեց ներկա գտնվելու այն հաղորդմանը, որ ոչ թե ասենց սպասել եմ, այլ միշտ ուզել եմ, միշտ ցանկացել եմ, որ դիմացինս հաղորդավարուհին կամ հաղորդավարը ինքը լինի պատրաստված ու ես կարողանամ միայն շփվեմ անկեղծ։ Շնորհակալ եմ ևս մեկ անգամ։ Ռաֆայել, ընդամենը վերջերս դուք ասել եք, որ գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ կյանքում ամեն ինչ սուտ է։ Սա պահի ազդեցության տակ արված միտք էր, թե իսկապես դուք այդպես եք մտածում։ Յուրաքանչյուր գրառում, որ ես անում եմ ինտերնետային կայքերում, դա ոչ թե տենց, չգիտեմ, դա երևի թե հավաքվում է, կուտակվում է ու հասկանում ես, ես օրինակ այդ գրառումը այդ օրը որ արեցի, ոչ թե նրա համար, որ ես տխուր եմ, որ ես սուտ եմ, որ ես ինչ է, ինչի համար սենց եղավ, ես եկա ու ինձ ոչ մեկ չի, չէ, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ, ամեն ինչ շատ լավ է։ Ուղղակի ֆիլմեր նայելով, չգիտեմ, երաժշտություն լսելով, այն դեպքերը, որ լինում են այս վերջերս շուտ-շուտ, վթարներն ու այս ամեն ինչը, մարդիկ, ովքեր որ ձգտում են, չգիտեմ, միայն գումար վաստակելուն, չեն կարողանում վայելել այն օրը, որ Աստված է նրանց տվել, այդ գունավոր լուսավոր օրը, ավելի շատ մտածում են դրամ հայթայթեն, փող աշխատեն, շատ փող աշխատեն, ուտեն, ու վերջում գալիս է մի հատ բան, որ հասկանաս, որ այդ ամեն ինչ այդ քո հետ, որ դու հայթայթել ես, ստեղծել ես շենքերն ու վիլաները, ու մի օր կարող մի հատ թեթև վարորդի պատճառով, թեթև վթար լինի ու դու մահանաս կամ, չգիտեմ, ինքնաթիռը օդում տրակի ու դու մահանաս ու դու հասկանաս, որ այդ ամեն ինչը սուտ է։ Այնպես որ ես դրագրել եմ, որ պետք է վայելես կյանքը։ Կապ չունի դու այդ որ ունես 1000 դրամ թե $100,000։ Ուղղակի դու պետք է վայելես կյանքը, թեկուզ այդ 1000 դրամը։ Իսկ ձեզ հաջողվում է վայելել կյանքը։ Յուրաքանչյուր առավոտ։ Ես ամեն առավոտ երբ արթնանում եմ, ոչ թե դա ինձ համար տոն է, ես ինձ վայ արթնացա ես, չէ, ուղղակի ես այնպես եմ անում, որ իմ օրը լինի հագեցած։ Որ ես կարողանամ վայելեմ իմ օրը, որտեղ այդ օրը առաջին ու վերջին անգամը, էլ չի լինելու երբեք այդ օրը։ Իսկ ես չեմ ուզում բաց թողնեմ այդ օրը, որտեղ ես ծնվել եմ հիմա, ու ես պետք է վայելեմ այդ օրը հենց հիմա։ Վերջերս նկատել եմ, որ դուք ձեր հույզերը, ապրումները հանրային ձևով արտահայտելու կարիք ունեք։ Եվ այդ առումով օգնության է գալիս Facebook սոցիալական ցանցը։ Ինչու այս ձևով ավելի հեշտ է մտքերն թղթին հանձնելը, պայմանականորեն իհարկե թղթին անվանենք։ Գիտեք ոնց, այնպես չի, որ տենց ամեն առավոտյան արթնանում եմ ու որոշում եմ, վայ այսօր ինչ միտք գրեմ, այսօր ինչ ստատուս գրեմ կայքում, որպեսզի կարողանամ լայքեր շատ բերեմ։ Չէ, ուղղակի դա պահի ազդեցության տակ է լինում, ես 21-րդ դարի անձնավորություն եմ, ապրում եմ հիմա, արարում եմ հիմա, ես էլ ետ չեմ ուզում մնամ, դրա համար երևի թե չգիտեմ, դրա հարցի պատասխանը չեմ կարող ասեմ, ինչ եմ ես գրում այդ մտքերս սոցիալական ցանցերում, բայց այնպես էլ չի, որ շատ ակտիվ եմ սոցկայքերում, ժամանակ առ ժամանակ լինում են, որ ուզում եմ
բաներ կան, որ ուզում եմ բարձրաձայն եմ։ Իսկ ինտերնետը դա լավ միջոց է։ Դու կարողանում ես միանգամից ասել մի քանի հազար հոգու։ Իսկ շատ բաց չեք դառնում եւ այդ առումով նաեւ խոցելի հանրության համար։ Չէ, շատ բաց չեմ դառնում, որովհետեւ այն ինչ որ իմն է, այն ինչ որ ես ունեմ, այն ինչ որ իմ ներքին աշխարհն է, այն ինչ որ մենակ ես գիտեմ, դա գիտեմ մենակ ես։ Դա ես երբեք ոչ մեկին չեմ ասի։ Ես էլ ունեմ իմ գաղտնիքները, իմ անկյունը, ես դա երբեք ոչ մեկին չեմ ասի։ Թե եթե ինչ որ կայքերում գրում եմ այդպիսի ստատուսներ, դա երևի այտենց ուղղակի։ Ես մեջ բերեմ հատված ձեր գրառումներից մեկից, որը ինձ վրա ամենայն դեպս մեծ տպավորություն եւ ազդեցություն էր թողել։ Արցունքներս ավելանում են օր-օրի։ Ինքս ինձ համոզում եմ, որ դրանք երջանկության արցունքներ են, բայց չեն կարող այդքան երկար լինել արցունքներս հենց երջանկության համար։ Հիմա երբ նորից մենակ եմ իմ երազների հետ ու իմ աշխարհի մեջ, կարող եմ բարձրաձայնել. «Հա, ես կարոտել եմ քեզ»։ Ռաֆայել, ում եք այդքան կարոտել եւ ինչի համար եք արտասվում, թեպետ մենք այդ արցունքները կարծես երբեք չենք տեսնում։ Ես ընդհանրապես չեմ սիրում, որ դիմացինս կամ հանդիսատեսը տեսնի որ ես նեղված եմ, ընկճված, ես միշտ ուրախ եմ։ Իմ ընկերական շրջապատում ես միշտ ուրախ եմ։ Ես եթե դուրս եմ գալիս, ինչ-որ մի տեղ եմ գնում, ես պետք է լինեմ այդտեղի պոզիտիվը։ Այսինքն դա դիմակ է որոշակի առումով։ Ես երբեք դիմակով մարդ չեմ գալ, դիմակով ման չեմ գալիս, այնպես որ մի քանի դեր եմ խաղում կյանքում, չէ, ես Ռաֆոն եմ, ծնվել եմ Հայաստանի Հանրապետությունում, ունեմ ընկերներ, ինձ ճանաչողով ճանաչել է 15 տարի առաջ ու ճանաչում է հիմա, ինքը վստահ կարող է ասել, որ Ռաֆոն չի փոխվել։ Ուղղակի մեծացել է Ռաֆոն, չի փոխվել Ռաֆոն, նույն Ռաֆոնն է, նույն ջիգարով, նույն սրտով Ռաֆոնն է։ Ուղղակի այդ ստատուսը ես իրոք գալիս եմ մի հատ պահ, որ ես կարոտում եմ իմ ընկերոջը։ Իրոք գալիս եմ մի հատ պահ, որ ես կարոտում եմ իմ դպրոցական տարիները, իմ ծնողին, իմ հորը, կարոտում եմ, չգիտեմ, նրան, ում որ դեռ չեմ գտել, ում հետ պետք է կապեմ կյանքս։ Այդ մասին դուք հաճախ եք խոսում, որ կարոտում եք այն մեկին, ում պետք է հանդիպեք ապագայում։ Հա, կարոտում եմ ու կարոտով սպասում եմ, թե ով է լինելու այդ գեղեցկույն, որ երջանկացնելու է ինձ։ Երազում եմ, սիրում եմ երազել։ Ու Աստված չտա, որ հանկարծ իմ երազը չիրականանա։ Ոչ թե ես կկոտրվեմ, կգնամ ինքնասպան կլինեմ, բան, ուղղակի ես իմ մեջ sense մի հատ աշխարհ եմ ստեղծել ու ես վստահ եմ ու հուսով եմ, որ դա շուտով իրականություն կդառնա։ Կարոտեցիք լաց լինում այդքան հաճախ, ինչպես դուք Չեմ եք լացում, նշել։ ես չեմ լացում։ Բայց այդ դեպքում այս խոսքերը, Ռաֆայել։ Դե պարտադիր չի, որ բարձրաձայն ձայնով լաց է ստան։ Չէ, դա ուղղակի ներքին։ Ես հիշում եմ, երբ որ հարցազրույցներից մեկում արդեն մեկնաբանում եք, թե ինչու եք նման գրառում արել, նշել եք, որ պարզապես այդ պահին չկար մեկ, ում հետ կարող եք կիսվել։ Ես նաև տեղյակ եմ, որ ձեր կյանքում, երբ որ դուք քիչ առաջ նշեցիք, երբ որ խնդիրներ են լինում, ձեր ընկերները հաճախ բողոքում են, որ դուք կարծես պատ եք դնում եւ չեք սիրում կիսվել նրանց հետ։ Այդ առումով բարդ չէ։ Լիլի ջան, չեմ սիրում իմ վատ էներգիան փոխանցեմ դիմացինիս։ Ենթադրենք, եթե ես նեղված եմ, դե մարդ եմ, որ ես էլ եմ մեկ-մեկ տխրում, ունես չի, որ ես միշտ ուրախ եմ, ես էլ եմ մեկ-մեկ տխրում, ես էլ ունեմ իմ մտքերը, ես էլ ունեմ իմ աշխարհը, որ փակվում եմ այդ աշխարհում, չգիտես ինչի, հավաքվում եք ու տակվում ու մի օր դու ոչ թե դեպրեսիայի մեջ ես ընկնում, սկսում ես բան, ուղղակի փակվում ես, չես ուզում ոչ մի բան անես, ոչ ներկայացում խաղաս, ոչ գնաս այդ օրը նկարահանման, ոչ գնաս սուրճ խմելու, այդ ժամանակ ես չեմ շփվում ոչ մեկի հետ, որովհետև ես դառնում եմ վատ մարդ, որովհետև ես դառնում չխոսական, ես դառնում ագրեսիվ, ես կարող եմ վիրավորեմ դիմացինիս, բայց իմ ընկերին անծանոթին չէ, ինչ-որ վատ հումորներ անեմ, որը որ տեղին չի։ Դա ման աշխատեմ այդ ընթացքում ես գնամ տանը ու ոչ մեկի հետ չշփվեմ, որ ինձ հարցում են Ռաֆ ինչ եղավ, ասում եմ ոչ մի բան։ Ես ինքս կանցնեմ։ Բայց հետաքրքիրն այն է, որ դուք հաճախ հարցազրույցներում նշում եք, որ դուք միաժամանակ կարոտել եք իրական շփումը։ Հա։ Բայց դուք անում եք հակառակը, համենայն դեպս Չէ, դա մեկը մյուսի հետ կապ չունի։ Ենթադրենք ես շփում եմ, ես հիմա քեզ հետ եմ շփվում, այստեղից հետո պետք է գնամ էլի շփվելու, տենց շարունակ շփվում եմ ես։ Ես երբ որ ընկնում եմ իմ չեմ սիրում այս բառը դեպրեսիաների մեջ, իսկ դա ինձ մոտ տենց շատ հաճախ չի լինում։ Ուղղակի կուտակվում են եւ կարող եմ մի օր հրաբուխի պես տենց ժայթքի։ Այդ ժամանակ ես չեմ սիրում ոչ մեկի հետ շփվել, որովհետեւ ես այդ իրոք ես այդ ժամանակ դառնում եմ վատ անձնավորություն։ Դրա համար ես այդ ժամանակ պատ եմ շարում իմ դիմաց։ Ես չեմ ուզում որ իմ դիմացին ինձ այդպես տեսնի, որովհետեւ ես
Սիրում եմ դրականը փոխանցեմ, ոչ թե բացականը։ Իսկ երկար են նման օրերը ձեզ մոտ տևում։ Չէ։ Այնուամենայնիվ դուք ուրախ Ես հաղթարում եմ այդ ամեն ինչը ու անցնում է շատ շուտ անցնում է ու հիշում եմ մեկ շատ ժամանակ հիշում եմ ու ծիծաղս էլ է գալիս, բայց դե մարդ ես։ Ռաֆայել, մենք հիմա շփվում ենք, դուք շատ ուրախ մարդու տպավորություն եք թողում, ինչպես միշտ, բայց այսպեսի մի պարադոքսալ երևույթ է, երբ որ ես ընթերցում եմ ձեր Facebook-յան գրառումները, ես այսօր առհասարակ շատ եմ հողումներ անում ձեր Facebook-ին, որովհետև այնտեղ կարծես թե դուք լավ առումով սահմանները մի կողմ եք դրել։ Այնպեսի տպավորություն, որ ձեր կյանքում որոշակի բարդ շրջան է, դեպրեսիա։ Մարդ եմ, ստեղծագործող մարդ ու լինում են պահեր, որ իրոք ընկնում եմ դեպրեսիայի մեջ, բայց դա այնպես չի, որ ժամանակ առ ժամանակ է լինում։ Ուղղակի չգիտեմ, երևի գրում եմ հենց այդ դեպրեսիայի ժամանակ, մեկ էլ անցնում որոշակի ժամանակ նորից ստատուս եմ գրում, բայց դրանից տևական շրջանի մասին էր։ Տևական շրջանի մասին էս վերջերս չի եղել, էս վերջերս շատ քիչ է եղել, տենց ոչ թե դեպրեսիայի մեջ եմ ընկել, իրոք մի տեսակ կոկորտիս կարոտ է կանգնած ամեն ինչի հանդեպ, անկեղծ եմ ասում։ Ամեն ինչի հանդեպ կարոտ է կանգնած կոկորտիս։ Ամեն ինչին կարոտում եմ։ Հիմա ես կարող եմ այստեղից գնամ, հասնեմ թատրոն, փորձի ժամանակ ես կարոտեմ այս րոպեները, անկեղծ։ Չգիտեմ, ամեն ինչին սկսել եմ կարոտել։ Միգուցե դա երևի նրանից որ արդեն կամաց մեծանում եմ ու գալիս է արդեն մի հատ տարիք, որ դու ուղղակի ես նայում ես ետ ու զգում ես որ արդեն այն ինչ որ անցել է, չես կարող ետ բերել ու փորձում եմ, չգիտեմ, կարոտում եմ ուղղակի ամեն ինչին։ Նորից կրկնեմ, գարնանն եմ կարոտում, ամռանը, աշնանը, այս տարի հրաշալի ամառ եմ ունեցել նկարահանումներով, տարբեր տեղեր ման գալով, հրաշալի ամառ եմ ունեցել, հրաշալի աշուներ սկսվեց, իմ, չգիտեմ, թատրոնի հյուրախաղերով, նոր ներկայացումներով, պրեմիերաներով, ու որ երեկոյան գնում ես տուն, իսկ ես տանը ապրում եմ մենակ, պարկում եմ, հանգստի ժամանակ, իրոք կարոտում եմ այդ ծափերին, այդ, չգիտեմ, այդ փորձաշրջանը կարոտում եմ ամեն ինչին։ Եթե այդ գրառումը ես անում եմ, դա լինում է հենց այդ պահին։ Ես կարող առավոտյան արթնանամ կամ ընդհանրապես կես ժամ հետո ես այդպես չմտածեմ, բայց այդ պահին է որ հասնում է այստեղ ու դու ուզում ես, չգիտեմ, ուզում ես կիսվես, իսկ այսօր սոցցանցերը ամենալավ կիսվելու, ես ոչ թե դա գրում եմ նրա համար, որ մարդիկ սկսեն շփվել ինձ հետ, ինձ գրեն փառքաստու, ինձ գրում են դրա պակասը չունեմ։ Ուղղակի չգիտեմ, այդ բանը տենց է ստացվում, չեմ կարող ասեմ ինչ, տենց է ստացվում։ Ռաֆայել, դուք նաև հաճախ խոսում եք, ձեր թույլտվությամբ անդրադառնում նաև այս թեմային, հաճախ խոսում եք կյանքից անժամանակ հեռացած մայրիկի մասին, գրառումներ կատարում։ Ձեր թույլտվությամբ մեջբերեմ։ Պահեր կան, որ ինձ ստիպում են արտասվել, ուզում եմ գոռալ բարձր, ուզում եմ, որ ձայնս հասնի քեզ, որ լսես, բայց գիտեմ, հասկանում եմ ու չեմ կարող մենակ կռվել ու պայքարել բնության դեմ։ Ես սիրում եմ աշունը, անձրևը, տերևները տեղին։ Չէ՞ որ աշնանն ես դու ծնվել ու կյանք տվել ինձ, մամ, ես իրոք կարոտել եմ քեզ։ Ուղղակի ես զարմանում եմ բնության այս հզորության վրա, որ իրոք ես իրոք կարոտել եմ իմ մորը, անկեղծ, շատ։ Բայց գիտեմ, որ էլ չեմ կարող ես նրան տեսնել, անկեղծ չգիտեմ, ու հարմարվել եմ այդ մտքի հետ։ Այդ կարոտը ոչ թե ինձ տանջում է, բայց ես իրոք կարոտում եմ։ Ես ինչև այսօր իմ բջջային հեռախոսի մեջ իմ մամայի համարը ջնջած չի։ Ես շատ անգամ տենց զանգում եմ ու ինքս սկսում եմ տենց շփվում եմ մամայի հետ։ Անկեղծ, այդձև հանգստացնում եմ ինձ, բայց անկեղծ որ ընդհանրենք ուզեմ քեզ տեսնեմ, կարոտը ինձ խեղդի, ես չեմ դիմանա, անպայման կզանգեմ քեզ կտեսնեմ, գիտեմ որ դու կաս կենթանի ես կզանգեմ քեզ, կասեմ որտեղ ես Լիլի ջան, կարոտել եմ, ուզում եմ քեզ տեսնեմ, որովհետև իրոք ես այդ կարոտին չեմ դիմանում։ Բայց չգիտես, այդ բնության այդ գերբնական ուժի վրա եմ զարմանում, որ իրոք այն ինչ որ եղել է, անցել է ու ժամանակը պետք է բուժի ամեն ինչ։ Բայց բուժում է։ Բուժում է, բայց ոչ այդքան, հասկացող մարդու համար չէ, այդքան չէ։ Ճիշտ է, դու մեծանում ես, մեկից սկսում ես ուրիշ ձև մտածել։ Դու մեծանում ես, դու ես դառնում ծնող։ Քիչ արդեն սկսում ես ուրիշ ձև մտածել, աշխարհը հայացքդ է փոխվում, բայց միևնույնն է։ Ծնող է կարոտում ես։
քիչ առաջ էլ նշում եք, որ կարոտել եք նաև այն միակին, ում պետք է հանդիպեք։ Ձեզ հաճախ գրեթե բոլոր հարցազրույցներում հարցնում են, երբ եք ամուսնանալու եւ նմանատիպ այլ հարցեր են տալիս։ Ես այլ հարց գտամ, ինձ հետաքրքիր, բնականաբար դուք, եթե չեմ սխալվում, 34 տարեկան եք, ձեր կյանքում եղել են, կարծում եմ, սիրահարվածություններ, հիասթափություններ։ Ես իմանում եմ սիրահարված։ Շատ լավ, այդ դեպքում կբացեք ճակերտները։ Ես իմանում եմ սիրահարված, ես իմանում եմ սիրում։ Սերը փոխադարձ է։ Հա, Սպասենք հարսանյաց հանդեսին։ միգուցե։ Ճակերտներ չեք բացում։ Իսկ ի՞նչն էր պատճառը, որ այսքան տարիներ դուք չեք կարողանում գտնել։ Ձեր սիրտն էին կոտրում, դուք պարզապես չեք տեսնում նրան։ Չէ, տենց մանձնավորություն չեմ, որ ես չեմ տեսնում իմ կինը պետք է լինի այսպես, իմ կինը պետք է լինի այնպես բան։ Ես ուղղակի ինքս իմ մեջ պատրաստ չեմ։ Դիմացինը մեղք չունի, ես ինքս իմ մեջ պատրաստ չեմ։ Ես այդ հավարտին ավելի շատ լուրջ եմ վերաբերվում, քան կարծում է դիմացինս։ Ավելի շատ լուրջ, որովհետև ես պետք է պատրաստ լինեմ, որովհետև չեմ ուզում այնպես ամուսնանամ 1 տարի հետո մենք չհասկանանք, երբ բաժանվեմ ու այսպեսի կարծրատիպ լինի, որ դերասան են, ամուսնանում բաժանվում են։ Ինչ կապ ունի, որ դերասանը ինքը մարդ չի, ուրեմն յազգայանները չեն աշխատում, ուրեմն ինքը զգացմունք չունի, ուրեմն ինքը անլուրջ մարդ է, չէ, ով ասել դες բան։ Բայց ժամանակին խոստովանում եք, որ պարզապես մարդիկ հակառակ սերի ներկայացուցիչները հաճախ չեն տեսնում իրական Ռաֆայել Երանոսյանին, իրական Ռաֆոին, տեսնում են դերասան Ռաֆայել։ Չէ, գիտեք ոնց այդ ես շատ եմ շփվում աղջիկների հետ, շատ ու իրոք ման եմ գալիս այն մեկին, որ պետք է լինի իմ կողքին, ու շատ աղջիկներ կան, չեմ կարող ասել բոլորը, շատերը կան, ովքեր որ շփվում են Ռաֆայել Երանոսյանի հետ։ Այդ մասին էի խոսում։ Հա, իսկ ես չեմ ուզում որ շփվել Ռաֆայել Երանոսյանի հետ, որովհետև Ռաֆայել Երանոսյանը ընդհանրապես չգիտեմ, մի շաբաթ հետո կդառնա անհետաքրքիր մարդ արդեն։ Ես ուզում եմ որ իրեն ճանաչեն հենց Ռաֆոին։ Ամենայն դեպս դուք քիչ առաջ նշեցիք, որ ես շարունակում եմ մանգալ, իսկ մինչ այդ էլ նշել եք, որ սիրում եք եւ սիրահարված եք։ Ես ուրեմն, եթե ես ամուսնանամ, միևնույնն է, ես էլի ման եմ գալու։ Ում հետ որ ամուսնանամ, ես էլի իր մեջ ման եմ գալու։ Կարևոր լրացում արեցիք, իր մեջ ես էլի ման եմ գալու, որովհետև եթե ինքը դարձավ ինձ համար անհետաքրքիր, դա ուրեմն չգիտեմ, դա ինքը պետք է ես իրան միշտ ման եմ գալու, ես միշտ փորելու եմ, ես միշտ գտնելու եմ այն տեղերը, որ պահված եմ, որ չգիտեմ։ Որպեսզի միշտ վիճեք իր հետ, ինչպես դուք եք խոստովանում։ Կռվեմ հետը, որ խոսեմ հետը, որ չգիտեմ, բարիշեմ։ Ես հելնեմ տնից գնամ, հետո ծաղիկներով գամ տուն, գրկեմ, ասեմ կներես, հետո չգիտեմ, մի խոսքով ասեմ։ Խոսակն է երկար սպասեցնել չի տա։ Չէ, ես նես չի որ դրա համար մոտ անջվում եմ նստած եմ, վաղ ես ինչ չեմ ամուսնանում, բան, չէ, կամուսնանամ, կլսեք այդ դու շուտով։ Շատ լավ, միայն ուրախ կլինեք։ Ես էլ։ Ռաֆայել, դժվար չէ լինել հանրային մարդ։ Ես այս հարցը գուցե ձեզ չտայի, եթե չնկատեի, որ դուք շատ խոցելի եք քննադատությունների հանդեպ։ Տարիներ առաջ նշում եք, որ պարզապես դա ձեզ հոգնեցնում է, որովհետև դա մեր ազգային բարդույթներից մեկն է, մենք սովոր չենք լավ ասել, եւ նույն խնդիրը ունենք նաեւ ներկայումս։ Թեև պետք է նշենք, որ հանուն արդարության պետք է նշենք, որ Ռաֆայել Երանոսյան հանրային կերպարը երբեք շատ համենայն դեպս ես չեմ հիշում, որ շատ քննադատվի։ Եթե ինձ այդքան չեն քննադատում, բայց քննադատում են իմ ընկերոջը, եթե ինձ այդքան չեն քննադատում, այլ քննադատում են դիմացինից, եթե ինձ այդքան չեն քննադատում, քննադատում են գոլեգաներից, դա ինչ կապ ունի։ Ես չեմ սիրում առանձնանալ ոչ մեկից։ Ես մի անգամ էլ եմ ասել, ես չեմ ուզում բաժանվենք մի քոնի, ես դու, այդ չեմ ուզում։ Ինձ գրում են ասում են Ռաֆո ջան, դե դու հանրային մարդ ես, դու պետքա բանատեղ չդնես։ Որ հանրային մարդ եմ, ուրեմն տախտակ եմ։ Անկեղծ, եթե հանրային մարդ եմ, ուրեմն տախտակ եմ, ուրեմն ոչ մի զգայարան չի աշխատում, ուրեմն պարտավոր եմ լսեմ ինչ որ մեկի կոմենտը իմ հասցեին ուղված, պարտավոր եմ լսեմ դա։ Եթե այդ մեկը ինչ որ մեկը կարողանում է ինչ որ կոմենտ գրի իմ նկարի տակ կամ իմ ընկերոջ նկարի տակ, ես պարտավոր եմ դա կարդամ ու պետքա խելոք նստեմ ու չբարձրաձայնեմ դրա մասին։ Ախր վատն են, որ ուզում ես այդ մարդուն պատասխանես, սոս ցանցով պատասխանես, չգիտես, փակ է, չես կարող միան պատասխանես։ Ինքը կարողանում է, այդ մարդը կարողանում է բոլորին ինչ ուզում է ասի։ Ով է ինքը որ ասի։ Ինչ արի ինքը որ ասի։ Իսկ գուցե պարզապես անտեսել դրանք Ռաֆայել։ Չէ, բայց ինչի անտեսեմ, ինչքան անտեսեմ։ Եթե ոչինչ, եթե հանրային մարդը մեն պետք է ամեն ինչը անտեսեմ, չէ, ինչի լավ բան գրի։ Ոգևորի ինձ։ Այսօր վաղը, երեք, ոգևորի։ Հիմա ես վստահ եմ, մեր հայերի մեջ կա մի հատ խումբ, որ
Հենց այդ ինձ նյարդայնացնում։ Կամ մի հատ խումբ, որ իրեն նստում են, արապ անգործությունից չգիտես ինչ անեն, նստում են, սկսում են քննադատել։ Կարծիք գրել։ Ինչ որ մեկը նայում ես, նկարին նայում ես, ոչ մի բան այնքը, բայց ինքը կարծիք է գրում ու գրում է ոչ թե տենց այդպես լավ դնում ու կարծիք է գրում։ Բայց ով ես դու որ կարծիք ես գրում ես։ Այդ նույն մարդը, եթե ես վաղը Ալ Պաչինոյի բախտը բերու ես իդ ֆիլմ նկարահանվեմ, անկեղծ, այս նույն մարդը նստել է գրի ասի, այդ ի՞նչ ձև է խաղում, Ալ Պաչինոն ավելի լավ է խաղում։ Այդ ինչ արեց, որ մեկը այն ավելի լավն էր, արա այն լավն էր այն ժամանակ։ Հիմա մի տենց դրեք, չեմ սիրում, անկեղծ եմ ասում, շատ բան եմ արել։ Տարին 2 անգամ ներկայացումներով պրեմիերա ունեմ, ամեն տարի ֆիլմերում պրեմիերա ունեմ, Փառք Աստծո ինձ սիրում են, ես յուրաքանչյուր 5 շաբթի ուրբաթ կիրակի ամեն օր կարելի ասել ես ներկայացումներ եմ խաղում, ինձ մարդիկ են գալի, ծափահարում են, ժպիտ են պարգևում այդ մարդկանց, ինձանից են ուլը, որովհետև այդ դիմացի հանդիսատեսը որ 1000 դրամ տվել է ինքը եկել է ներկայացում անա, ինքը չգիտի որ ես այդ պայն տխուր եմ, ինքը չգիտի որ այդ պայն իմ ատամը ցավում է, ինքը չգիտի որ ընդամենը 40 օր անց է իմ մոր մահվանից։ Ես պատրաստ եմ այդ ամեն ինչը տես վերցնեմ ու դիմացինս այդ էներգիան չհաղորդեմ, իսկ ինչ որ մեկը պիտի գրի ու ես խելոք լսեմ, ասեմ դե դու հանրային մարդ ես, խելոք լսի։ Բայց ինչի լսեմ, ով է ինքը որ գրի։ Անկեղծ ասում, մենք մեղավոր չենք, մեղավորը այս քառակուսի չգիտեմ, այդ բանն է, որ ում ասես խոսքի ազատությունը տվե ու ով ասես ինքը կարա ինչ որ մի հատ միտք բարձրաձայնի, ինչ որ մի հատ բան ասի, ինքը կարծիք կազմի ինքը։ Ու ես պարտավոր եմ դա լսել, քանի որ ես հանրային մարդ եմ։ Ես պետք է լսեմ խելոք, հա ճիշտ են ասում, հա թող ասեն, էլի ասեք, հետո մի սիրտը Այսինքն դուք բացառում եք բոլոր տեսակի քննադատությունները։ Չէ, առողջ քննադատությանը միշտ կողմ եմ եղել։ Անկեղծ։ Թող քննադատեն, թե ինչ որ մի բան լինում է վատ, ու իսկ ես ընդհանրապես վատ բան չեմ անում։ Անկեղծ եմ ասում, ես վատ բան չեմ անում, որովհետև ես ինչ որ անում եմ, ես անում եմ անկեղծ։ Թեկուզ ես հենց այդ վատը, որ դիմացինս տեսնում է, ես այդ վատն էլ անում եմ անկեղծ։ Ուրեմն ես կարողանում եմ այդ դիմացինին համոզեմ, որ ես այնքան վատն արեցի, եսի անկեղծ վատ եմ արել սա, ու դու հավատաս ես, որ ես դա վատ եմ արել։ Ու վատը գիտեք որն է, որ ենթադրենք նկար ես գցում ու կա չես ես մի հատ բան։ Վերնագրերը բերում են, չգիտեմ, միթե միացած երասուն դում օրտեն կողքից ընդ ասում ես, այս ինչ է եղել։ Մտնում ես, եկե տենում ես ինչ-որ մեկը, Պողոսը, I love this run, դա միացած կոմենտ է գրել, ու տակը հավաքվում է այդ Պողոսի ընդդիմադիր կամ չգիտեմ ոչ ընդդիմադիր ընկերները, ու սկսում են իրանք իրար հետ բանակցել, ու անց վստահ են խոսում քո մասին, որ դու մեկ-մեկ հավատում ես, ասում ես, արա կարող այդ գրողին ինձ ավելի լավ գիտի, քան ես, որովհետև ինքը իրոք այդպես վստահ դնում գրում է քո մասին։ Այդ սաղս էլ գիտենք, որ դա սենց է։ Քո մասին բան է գրում, որ կարդում ես, ասում ես, արա կարող է տենց եմ իսկական։ Ես որտեղից ինձ գիտի, նկարն ես նայում, արդեն դու ես ընկնում մտորումների մեջ, նկարը նայում ես, ես որտեղից է ծանոթ, կարող է ինչ-որ միտեղ, ինչ-որ մի բան է եղել, չեմ հիշում, ասես բաների մեջ ես ընկնում, որտեղ վստահ են գրում իրանք։ Իսկ դա պետք է չգիտեմ, արա լավ բան գրեք, ոգևորեք, թող ոգևորեն, ճիշտ է, ունենք վատ դերասան, դերասանուհիներ, ապաշնոր մարդիկ ունենք, վատ երգիչ երգչուհիներ ունենք, ոչինչ ոգևորի իրան։ Մի ասա որ դու վատն ես, դու վատն ես։ Չէ, այդ մարդն էլ այդքան է կարող երկի, ինքն էլ ունի իր 5 հոգին, որ լսում են իրան այդ 5 հոգին, թող այդ 5 հոգին իրան լսեն, այն 5 հոգուն մի կոտրի։ Թող ինքը երկին 5 հոգին իրան լսեն, կամ թող ինքը դերասանություն անի, այդ 15 հոգին իրան տենա։ Գոնե 15 հոգի կտրվեն այդ բային քո նկարի տակ կոմենտ չեն գրի։ Հույս ունեմ, որ ձեր խոսքերը կհասնեն դասարանին։ Չգիտեմ, կներեք, որ ես այդպես մի քիչ ոգևորվեցի, ուղղակի նենց չի որ։ Ուղղակի չեմ ուզում, չի սազում ես, Լիլի ջան, անկեղծ եմ ասում, չի սազում։ Ես վստահ եմ, որ ոչ եվրոպացին, ոչ ամերիկացին չեն նստում ու տենց, չգիտեմ, Լեոնարդո Դիկապրիոյի նկարների տակ քիշոր տենց կոմենտներ գրում ու ինձ թվում է նրանք լավ բաներ են գրում, կամ երևի չեն էլ գրում իսկ ընդհանրապես։ Մերոնք չէ, մերոնք պիտի համեմատեն, մերոնք պիտի սենց այնց անեն, որ այդ մարդը սենց նեղվի, սենց փակեն, սենց վրա տան ամբողջով այդան սենց ասեն այդ մարդուն, հալածեն, չգիտեմ, Հիսուսի չարչարանքները տան ու հանգստան։ Հեսա գիշ լավ բան արեցինք, լավ բան արեցինք։ Կյանքի թերևս հակառակ կողմն է։ Եթե կան ծափահարություններ, կան նաև քննադատություններ, որոնք երբեմն Լիլի ջան, նորից թող լինեն քննադատություններ, բայց լինեն առողջ քննադատություն։ Ես չեմ ընդունում 13 տարեկան Էդգարիկի քննադատությունը իմ հասցեին օղագրված, որովհետև 13 տարեկան Էդգարիկը իրավունք ունի ինձ քննադատի։ Շատ լավ։ Շնորհակալ եմ Ռաֆայել, որ այսօր այստեղ եք։ Շնորհակալ եմ, որ նույնքան անկեղծ եք, ինչպես հաճախ ձեր գրառումներում եք լինում։
Հույս ունեմ, որ հաղորդումից հետո դուք կկարոտեք այս պահը։ Ես արդեն կարոտում եմ այս պահը, որովհետև ես երբեք չեմ սիրում այդ հրաժեշտը, որ կապ չունի թե հաղորդման ընթացքում, թե որ գալիս է մի հատ բան, որ պետք է հրաժեշտ տաս ինչ-որ մեկին, պետք է գնաս ուղղակի տուն, ես այդ պահը հազիվ եմ ախտարում։ Համենայն դեպս Լիլի ջան, շատ շնորհակալություն, որ դու էլ որոշեցիր ինձ հյուրընկալել քո գեղեցիկ տաղավարում։ Շատ շնորհակալ եմ, որովհետև իրոք ես կուզեի, որ շատ շատերը, ովքեր որ այսօր փորձում են ինձ հետ նույն ուսանողները սովորեին, նայեին նմանատիպ հաղորդումներ ու սովորեին ու անեին գոնե 50%-ը, պատրաստված լինեին գոնե այս գործում։ Շնորհակալություն քեզ, որ կաս, շնորհակալություն անխափան եթեր, ես էլ պատրաստ եմ միշտ ժամանակ առ ժամանակ, եթե իրոք ցանկությունը կլինի շփվելու, կապ չունի եթերում, ուղղակի։ Մենք հրաժեշտ չենք ասում, մենք ասում ենք առայժմ։ Առայժմ։ Շնորհակալ եմ, Ռաֆայել։ Եվ վերջում նկարահանմանն աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արամի 42 կոտորակ 1 հասցեում գործող Նավավար ձկնալի ըմպելարանին։ Իսկ իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն Ստուդիո 212 էսթետիկայի եւ գեղեցկության սրահին։ Հասցե Թումանյան 12 կոտորակ 1 կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է asecose.am կայքը։ Հաղորդման գործընկեր Նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր Ժան-Պոլ էգզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, երկրորդ հարկ, վայր, որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ, հասցե Պուշկինի 33 կոտորակ 21։